Վարչական դատարանը որքանով կկարողանա արդար որոշում կայացնել Մաշտոցի պուրակի հարցով։ Դատական հայց ներկայացած ժառանգության պատգամավորներն ու այգու ճակատագրով մտահոգվողները չեն շտապում կանխատեսել։ Քաղաքապետի կրպակները մի մեր կարծիքով արգելված վայրից տեղափոխեց մի այլ դրա համար չնախատեսված վայր, մենք պահանջեցինք գլխավոր հատակագծի եւ համապատասխան այդ վայրի վերաբերյալ փաստաթղթերը։ Ժառանգության եւ բնապահպանների հայցը այսօր լսեց դատավոր Կարեն Ավետիսյանը, որը ԱՄԵԿ+-ին արգելեց տեսագրություններ կատարել։ Այսօրվա նախնական դատավարության ընթացքում որպես երրորդ կողմ ընդգրկվեց Կենտրոն կանաչապատում ընկերությունը։ Դատարանի որոշմանը կողմերը դեմ չէին, սակայն հայց որ կողմին չբավարարեց բնապահպանական բնույթի հարցերի վերաբերյալ դատարանի մոտեցումները։ Երկակի մոտեցում կա միևնույն հարցին, թեղուտի հետ կապված գործով, մեր դատական համակարգը որոշեց, որ քաղաքացիները եւ բնապահպանական կազմակերպությունները նրանք պատշաճ հայցվոր չեն, որպեսզի այդպիսի հարցեր վիճարկեն։ Հիմա մեկ այլ դիրքորոշում է արտահայտում նույն վարչական դատարանը։ Վարույթ ընդունեց եւ սկսել է գործը քննել։ Հաստաբանը հիշեցրեց, որ դատարանն իրենց հայցը վարույթ ընդունեց միայն Մաշտոցի պուրակում բնապահպանների ակտիվ պայքարի արդյունքում։ Քաղաքացիները ինքնապաշտպանության չէին դիմել թեղուտի հարցում եւ ամբողջությամբ հույսը դրել էին դատարանների վրա։ Դրա համար դատարանները իրենց պարզապես արգելեցին դատական պաշտպանության դիմել։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 10-ին։ Նարինե Էրիսյան, Հովսեփ Հովսեփյան, IPFE։